Այս process-ը սկսելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, ավելի վատթար բաներ կլինեն, բոլորով համաձայնվել ենք, որ մինչև վերջ գնում ենք մեր հայրենիքի համարա, մեր ժողովրդի համարա, մեր ժողովրդի անգամ այն հատվածի համարա, ովքեր դեռ չեն գիտակցել, բայց կգիտակցեն շատ արագ, թե մենք ինչից հեռու պահեցինք Հայաստանը։ Այդ մեղադրանքը ինչու՞մն է վերաբերում, ինչ որ փողերի լվացման մասին է խոսվում։ Անիմաստ թեմա է, անիմաստ։ Ուղղակի հիմնական նպատակը այն էր, որ մենք տեղեկատվություն ունեինք, որ ընտրությունից առաջ մեր կազմակերպական համակարգը ուզենալու են քանդեն առանցքային մարդկանց, ոչ, որովհետև մենք գիտեինք, որ իրենք այդպիսի բաներ են ուզում անեն եւ նախապատրաստվել էինք նրանով, որ յուրաքանչյուր մեզանից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք փոխարինողներ, որ պայքարը շարունակվի եւ մի քանի օր է մնացել մինչեւ հաղթական ավարտ։ Դուք սա որակում եք լինել չլինելու Հայաստանի գոյատևության պայքար եւ ասում եք այո մենք զոհաբերությունների կգնանք որպեսզի փրկենք ժողովրդին, բայց դրսում արևմտյան լրատվամիջոցներում այս պայքարը որակվում է ընդամենը Ռուսաստանի եւ արևմուտքի պայքար, հակառուսական տրամադրությունների ներքո է ներկայացվում։ Ի վերջո ի վիճակի կլինեք հաղթահարել այդ բարիերը, որ ստեղծվել է այդ կոնսենսուսը, որ կա արևմուտքի կողմից իշխանությունների նկատմամբ։ Գիտեք, այդ ով որ հայտարարում է իրենց համար կարևոր չէ, Հայաստանում 100,000 ադրբեջանցի կապրի, 200,000 ադրբեջանցի կապրի, թե ով կապրի, իրենց համար կարևոր է ուղղակի ինչ որ ձևաչափով Հայաստանը հակադրել իրենց շահերի համար, բայց մեր համար կարևոր է, որտեղ այս վերջի տարածքն է մեր հայրենիքի, որ մնացել է հայկական եւ մենք պետք է չթողենք դուր բացվի։ Այս է տարբերությունը։ Ինչ վերաբերում է լինել չլինելը, մենք չենք ասում։ Սա կարևոր բան է։ Մենք ասում ենք Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու։ Հայաստանը տարիների ընթացքում առերեսվելու է, քիչ-քիչ նախիջևանացում է լինելու։ Այսինքն դուռն են, մենք դեմ ենք կանգնում դուռը բացելուն, որ դուռը չբացվի երկրի եւ մեր երկիրը մնա հայկական։ Господин Карапетян, как вы видите дальнейшие отношения с Россией, Арменией с Россией? На русском, на армянском. На русском, пожалуйста. Будут нормальные отношения в рамках наших экономических договоренностей и оборонных договоренностей тоже. У армянского общества есть вопросы к России, ответы на которые мы уверены получим, и действия получим. Действия, которое укрепит наши отношения. Наше общество ждет этого. Но мы привержены всем договоренностям, которые наша страна подписывала до этого, и будем последовательно идти в этом отношении. Сейчас Россия запретила экспорт практически всех армянских продуктов. Разве это союзническое отношение? Мы должны все сделать, чтобы отношения, охлаждения не было, чтобы торговые хорошие отношения сохранились. Предшествовали разные процессы, про которые я не хочу тут вдаваться в подробности, но будьте уверены, что созидательное отношение к отношениям к любой стране, это наша политика. Мы слишком маленькая страна, чтобы стать частью какого-то блокового противостояния. Ես բիբարի հարցը կլուծեմ, մեր ժողովուրդը բիբարի հետ հայրենիք փոխող պետություն չէ, ժողովուրդ չէ։ Ասում էր բիբարը կառնի, երևի ամբողջ գյուղմթերքն էլ առնի, երևի այնպիսի խորքային են հարաբերությունները մեր տարածաշրջանային երկրների հետ, որ չի կարող մարդը լուծել։ Մենք պետք է կարողանանք հարցը պայմանավորվել։ Հարևան երկրների համար մեծ վտանգ է Հայաստանը իրենց հակաչ դառնալու։ Եթե նա չի կարողանում պայմանավորվել, դա պետք է չփակի բյուջեից նոր պարտք վերցնելով։ Դա բերելու է մեծ մարտահրավերների մեր երկրին։ Բիբարը այսօր բիբարն է, վաղը ուրիշ բան կլինի, մյուսօր ուրիշ բանը, ամբողջը չես գնի ու չի էլ կարողանալու։ Վստահ եղեք, փոփոխությունը կբերի նրան, որ մեր գյուղատնտեսները ավելի լավ գներով մթերման կանոնների միջոցով վաճառելու են, գները լավանալու են, այդքան էլ ճիշտ։ Կարապետյան, տեսեք, քաղաքականությունում ոչինչ բացառել պետք չէ, քաղաքական գործընթացներում առավել եւս։ Դուք քննարկել եք այնպիսի սցենար, որ եթե այնուամենայնիվ չհաջողվի միաձնակը լինի կամ ընդդիմություն միավորման պարագայում հասնել իշխանափոխության, մանդատներ վերցնել չվերցնելու հանգամանք։ Վստահ եղեք, մենք այս պայքարը սկսել ենք, որպես հասնենք հաղթական ավարտին։
Այնուամենայնիվ հասկանում եմ ձեր հարցը, բայց այնուամենայնիվ ուզում եմ շեշտեմ, որ մենք գնում ենք դեպի հաղթական ավարտին։ Մեր հիմնական նպատակը այդ է, հաղթական ավարտ, փոփոխություն, որովհետև այն վտանգները, որ գալու է այլընտրանքը մեզ համար ընդունելի չէ։ Ինչպես է գնահատում նաև տարբեր մարզերում ՔՊ-ի կողմից, ՔՊ-ականների կողմից ընդդիմադիրների թիրախավորումը, ծեծու ջարդը եւ այլն։ Իրենք հագել են մի կոստյում, որը շատ ծանոթ կոստյում է մեզ հիշեցնում, բայց մի բան կա։ Իրենք պետք է չսրեն հարաբերությունները, պետք է խնդրահարույց վիճակ չստեղծվի մեր ժողովրդի մեջ, այդ հակասությունը մեզ չի սազում, դա լուծելու ենք, բայց քալերթը սկսվել է։ Ան Կարապետյան, եւ այդ 300,000 ադրբեջանցիների հայցակարգ եք ներկայացնում, ի՞նչ փաստաթուղթ է դա, որքանով է այդ փաստաթուղթը հիմնավոր։ Հայեցակարգը արևմտյան Ադրբեջանի, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի հայեցակարգն էր, որի դեմ մենք աշխատում ենք, որը ներկայացվելու է մեր ժողովրդին։ Իրենց փաստաթուղթներ, որը օֆիցիալ իրենք ներկայացրել էին ՄԱԿ-ին, բոլոր միջազգային կառույցներին, որպես իրենց համար հայեցակարգ այստեղ տեղափոխվելու, որտեղ շատ մտահոգիչ կետեր կան։ Ու թող այդ նույնը ասի այն երկրի այն մարդուն, ով որ 2 ամիս առաջ դուրս եկել հայտարարել էր, որ պետք է հետ գնանք։ Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, Ադրբեջանի նախագահի օգնականն էր հայտարարել, Փաշազադեի տեղակալն էր հայտարարել, Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, તો Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մենք պետք է սովորենք ապրել այլ ազգերի հետ։ Իրենք պետք է մարդկանց ճիշտը պատմեն, որ մարդիկ իմանան ուր են տանում մեր ժողովրդին։ Երբ որ իմանան ուր են տանում մեր ժողովրդին, բոլորը ոչ են ասելու ու մենք տեսնում ենք մի քանի օրից ոչ են ասելու այս մարդկանց, այս ապաշնոր իշխանությանը, որը ինչպես մի բանի մեջ եմ ես համաձայն իր հետ։ Երեք ասեց, որ Հայաստանը անդունդի եզրին է։ Այո։ Եվ նրանք են բերել 8 տարվա մեջ անդունդի եզր մեր երկիրը։ Շնորհակալություն։ Ուշանամ։ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիների հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է։ Պրոցեսը սկսվել է, գնում է ընթացքի մեջը, պարոն Վարդևանյանն ավելի շատ։ Ձեր պատկերացրած Մինչև ինագորացիան կհասցնենք։ Պարոն Կարապետյան, Կարծում եմ կհասցնենք։ Եթե տեղյակ եք հետևել եք լրահոսին, այսօր իշխանական ներկայացուցիչները հղում անելով հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրության ենթադրյալ, որը վերագրվում է ԲՀԿ-ին, աջակիցների խոսքն են նշում, որ ըստ որի խոսվում է, որ ընտրություններից հետո Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը միավորվելու են եւ ասում են, ահա հաստատվել։ Դուք դա ինչպես եք վերաբերվում։ Կարող են շատ գործակալներ ուղարկել, մեր ընկերները հարյուրավոր դեպքեր են ասում, երբ գործակալ է գալիս եւ սադրում է ինչ որ խոսակցություն ու մարդկանց բան է անում, process-ը իրենք ուզում են իրենց անկյունից ներկայացնել, ինչ պետք է ներկայացնեն, հո չեն ասի, որ երկիրը բերել են այսօրին, հո չեն ասի, որ տնտեսությունը լրիվ արտաքին պարտքի վրա են դրել, ինչ պետք է ասեն, ինչ պետք է մեր երկրի զարգացման մասին ասեն, ոչ մի բան չունեն ասելու, տանում են ինչ-որ տեղեր, հələ նայեք ինչի մասին են խոսում, իրենք ինչ են ասում, մենք առաջնային լրջագույն խնդիրներ ենք բարձրացնում, իրենք գնում են ինչ-որ մի մասնավոր խոսակցություն հրապարակում են և ամբողջ քաղաքական հետևանքների են դրանք բերում, եթե այդպես են մոտեցել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին, պարզ է թե ինչու է այս արդյունքը, շնորհակալ եմ, սիրով